Բոլորին բարի օր կամ բարի գուն։ Ինչպես նկատել են իմ Facebook-յան ընկերները եւ ոչ միայն ընկերները, Facebook-յան ձևաչափը օգտագործում եմ անձամբ ես մաքսիմալ շատ քիչ։ Քանի որ առաջ ոնց էր մի հատ հայտարարություն էր անում ոման կարող ալնի 18+, կարող է չէ պետք լինի։ Ինչ-որ մի անբարոյականի զավակների խմբից մեկը ինչ-որ քայլ էր անում, հլում է ինձ մեջտեղից ճղում էի։ Իմ նարվերի հաշվին։ Փչացնելով իմ այն առողջությունը, որը գոյություն չունի։ Բարիս ամենաուղիղ իմաստով։ Ամի աշխատում եմ մաքսիմալ քիչ անդրադառնամ որևիցե մի հարցի։ Քանի որ գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ այն ինչի հիմա դու պայքարում ես, եթե դու պայքարում ես քո երկրի, քո ժողովրդի համար Facebook-յան տիրույթում նկատի ունեմ, հենց այդ նույն ժողովրդի վեճը չի։ Բացարձակ։ Որտեվ եթե մարդը ունի տարական տրամաբանության մի փոքր մտքերի դասավորություն, ապա պետք է հասկանա, որ այս ամեն ինչի մեջով անցնելով մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, դեռևս մեր հասարակության մեջ ունենք մարդկանց խմբված ինչ-որ խմբեր, ովքեր ծափ են տալի ինչի վրա։ Անց հետարքիր է ուղղակի, սենց որ լուր նայում եմ էլի համացանցում։ Ծափ են տալի խոսքի օրինակ։ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վրա։ Ծափ են տալի նրա վրա, որ Գագիկ Ծառուկյանից խլում են ինչ-որ մուլտիգրուպ, տոլի մուլտիկոնցերն, այդքան չեմ խորացել, չգիտեմ։ Ծափ են տալի ու իրանց բան ամեն ինչը թողած, բան ու գործը թողած կոմենտ են գրում ժողովուրդը, մեկնաբանությունների շարքում։ Ու ամեն ինչ մի կողմ թողած Նիկոլի արածը ու այն անելիքը, որը պետք է անի, որի հիմար այդ բոզի տղան եկել է իշխանության, բերվել է, չի եկել, բերվել է։ Մարդիկ կոմենտ են գրում խոսքի օրինակ, հասնում է Գագիկ Ծառուկյանին։ Ես հիմա կոմենտ գրողներին չեմ վիրավորի, իմաստ չունի վիրավորել այդ մարդկանց, քանի որ այդ մարդիկ արդեն ծնված օրից վիրավորված են այն առումով, որ իրանք ասում են, ասենք, ոնց են այդ ամեն ինչը մեկնաբանում, ասում են, խլում է Գագիկ Ծառուկյանից, լցնում է պետական բյուջեն, հա, տենց են մեկնաբանում, ասում են Նիկոլը լավ է անում։ Բայց նույն թեմայի մեջ, ստե հարցը Գագիկ Ծառուկյանը չի։ Նույն թեմայի մեջ այդ մարդիկ իրանք հարց չեն տալի։ Լավ, եթե ոման ատամները հոտած բոզի տղա, խլում է, սրանից նրանից խլում է, բեսպրիզելավարի, ու լցնում է պետական բյուջե, հա։ Եթե այդ պետական բյուջեի տակացուկ է, ծակ չի, պետական պարտքն չի ավելնում։ Այդ մարդիկ այդ հարցը իրանք խի չեն տալի, անենց հետարքիր անձի, հե։ Այսօր էլ մի աժոտաժ, երեկվանից սկսած, Հովիկ Աբրահամյանի տղուն են ձերբակալում, մի հոգի էլ այնպես հավեսով կոմենտ էր գրել, լավ տեղը տեղին գրել էր էլի, էտա մեր մուսկուլներով տղեկի մասին, ով վազելով մտնում են, խփում են գեդին, ձերբակալան վերցում եթում են։ Ասել եմ ու կրկնում եմ, երևի մի 100-200 անգամ ասել եմ, ես ոչ մեկի աջակիցը չեմ, բայց ես հոգնել եմ ընդամենը մեկ գործունից, մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, ես հոգնել եմ խայտառակ ելնելուց, խայտառակ բառից բոլոր իմաստներով։ Առաջնահերթությունները մի կողմ թողած,
երկրորդական հարցերով են մարդիկ համացանցում խոսամ, քննարկումներ անան։ Հա, նախապես ասեմ, քանի չեմ մոռացել։ Ես ամենայն անկեղծությամբ ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ում ասել եմ գնացեք ձեն տվեք ուժեղ Հայաստանին։ Ես չեմ ասել գնացեք ձեն տվեք ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, նման բան չեմ ասել իմ հիշելով։ Ասել եմ Նիկոլին ձեն մի տվեք։ Բայց եթե ասել եմ, ուրեմն ներողություն։ Անկեղծության ներողություն։ Որտեվ նայելով են բառախաղը, որը անում են սենց, առանց ոչ մի պետական հարց քննարկելու, էլի։ Պետությանը վերաբերվող հարց։ Վարդևանյանը ֆոկուսնիկա, այն մեկն աճպարարը, խելրում ես, նայում ես, ասում ես, լավ ես մանգապարտեզը երբ պետք է ավարտվի։ Սամվել Կարապետյանին են խոսցնում, նույն ինքը Տաշիր Սամոյին։ Ասում եմ մենք Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարենք իրավական ճանապարհով։ Մեկ-մեկը թվում է, ես կարող ասած քնից զարթեմ, ինձ թվում է քնած եմ, էլի։ Կարող է քնից զարթեմ, ինձ թվա, էս ինչ որ հեքիաթ է, որը պետք է ավարտվի։ Հենց ուզում եմ հարցնամ նույն Հայաստանն ասեմ, նույն ուժեղ Հայաստանին, որոնցից շատերի նյութերը կիսում են իմ ֆեյսբուքյան ընկերները, որոնց գլխավոր Նարեկ Կարապետյանի ելույթից ես էլ էի ցնցվել, այն որ Նիկոլին ասեց կա մի պրոադրբեջանական ուժ եւ այդ մեկ մարդը դու ես, դուրս եկել էր այդ պահը։ Հիմա ուզում եմ հարցնամ ձեզ, որ սենց հարց ու պատասխանի մեջ եք ազգային ժողովում, դա ձեր անձնական իրավունքն է։ Ձեր անձնական իրավունքն է, դուք մտակ ազգային ժողով, հա, լեգիտիմացնելով ոչ լեգիտիմ բոզի տղուն։ Ասել եմ, կարանի 18 Դուք մտակ ազգային ժողով մոռանալով բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են ընտրությունների նախօրեին, ընտրությունների ժամանակ։ Չէ՞, թե հիշում եք որևէ մեկին։ Հիշում եք, մի պաշկա, մի բլոկ սիգարետ ղրգած կաք, որ փակվել են մարդիկ։ Ձեր համար էին պայքարում։ Դուք մտակ ազգային ժողով այն ֆոնի վրա, որ ոմն ոչ լեգիտիմ բոզի տղա, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, ձեզ աշխարհով մեկ արեց խայտարակ, ձեզ անվանելով կաշառք տվող, շեշտադրում անելով իր ազգային ժողովի նախագահի բերանով, որ եթե դուք իբր որպես ուժեղ Հայաստան կաշառք չբաժանեիք, ինքը կհավաքեր 65% ձայն։ Այդքանով հանդերձ դուք մտել եք ազգային ժողով, մեկը մյուսին ուշադիր եղեք, հորդ, մոզի։ Երբ հասկսե ազգային ժողովի նիստերը։ Չեմ ուզում խորանամ այդ թեմայի մեջ, ընդամենը մի քանի հարց։ Ուժեղ Հայաստան, որը հավաքել է ավելի շատ մանդատ, քան Հայաստան դաշինք։ Հա? Դաշինք, երկու դաշինք, որպես ընդդիմադիր ուժ, տես չկայնելով Գագիկ Ծառուկյանի ձայներին, ասին գնա դու մեզ պետք ես, մենք երկուսով կարող ենք պայքարենք։ Հարց ու պատասխանի ժամանակ։ Հարցս վերաբերում է երկու դաշինքին էլ, միաժամանակ։ Ձեզանից որևիցե մեկը, առանց վիրավորական խոսք, առանց մի հատ քամահրանք, պետությանը վերաբերվող հարց բարձրացրել, հա, թե չէ, որ վերաբերվում է զուտ պետությանը։ Հələ մի րոպե։ Պետական մակարդակի հարց դուք քննարկել եք, թե չէ։ Ուժեղ Հայաստան, դուք քննարկել եք ինչ-որ պետական նշանակության հարց։ Հարցասել եք խոսքի հարց տալով Լուբեն Լուբինյանին, թլոշ բոզի տղուն, քլչի հոգեզավակին, ասելով դուք 8 տարի իշխանություն եք։ Ձեր ձեռամբ հանձնվեց Արցախ։ Հա? Խոսքի օրինակ, Արցախի օկուպացիայի ժամանակ, եթե դուք որպես իշխանություն, հասարակ տրամաբանական հարց, էդի համալսարան պետք չի ավարտել, ոչ էլ ասպիրանտուրա, տեսնում եք, որ ռուսական խաղապահ ուժերը մանդատ չունեն, այդ ձեր բեղերով խաղաղասեր հարևանը մանդատ չի տվել, որ այդ մարդիկ
իրանց գործունեությունը իրականացնեն ընդ է։ Խիչ դիմեցիք միջազգային կառույցներին եւ պահանջեիք միջազգային խաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղի Արցախի այդ տարածքում։ Այդ հարցը տվել եք ուժեղ Հայաստան։ Հա՞։ Ախր դուք ինչ եք մտածում, որ դուք sense խոժոր դեմքերով հատկապես Նարեկ Կարապետյանը, որ խոժորվում է, ես sense սարսռում եմ, որ ասում է Կիրովականցին առաջ անգամ ոզնիատենեմ, ասում է «Я из крысы хвосты пшակաղով»։ Ես որ նայում եմ Նարեկ Կարապետյանի խոժոր հայացքին, որ ինքը հայացքով սաստում է Լուբեն Լուբինյանին, ես sense մի տեսակ միթավուր եմ մնում։ Ինչ որ պետությանը, պետականությանը վերաբերող հարց քննարկվել է ազգային ախորում եմ ասում, ժողովում։ Թե չէ։ Անենց հետարքիր է։ Կամ Սամվել Կարապետյան, դու ասում ես, ասենք ասեն հիմի Նիկոլին թողած ընկավ Սամվել Կարապետյանի հետևից։ Չէ, համեմատության համար եմ ասում։ Իմ թիվ 1 թշնամին ազգակործան պատուհասն, այս խեղկատակը։ Իմ համար որպես հայի։ Ասում ես, մենք Նիկոլինի դեմ պայքարում ենք իրավական ճիշտ ճանապարհով։ Հիմի հարց։ Որ կնշես մի քանի իրավական կետ, որ իրավական նորմալ ձևաչափով, ժողովրդավար ձևաչափով Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախ, Պրահայում, մի անձնյա։ Դա իրավական ճանապարհ էր։ Գրված էր սահմանադրության մեջ, որ ինքը դրա իրավունքն ունի։ Խոսում եք իրավաբանությունից, իրավական ճանապարհներից։ Որ իրավական ճանապարհով Նիկոլ Փաշինյանը հանձնեց Կիրանցի ու Ոսկեպարի մի մասը։ Խոսում եք չգիտեմ ինչ-որ իրավական նորմերից։ Դուք չեք ամանչում, երբ որ ցնցոտի, գարասկոպով ցնցոտի հանդիսացող որոշակի, չգիտեմ, էլ իրանց պլինջի հետ խաղացող անհատականություններ ձեզ հարց են տալի ազգային ժողովի անդոնից։ Չեք ամանչում։ Ձեզնից շատերն ունեն բարձրագույն կրթություն, ունեն մակարդակ, ի համեմատ, որ համեմատում ես այս ջենջազավրների հետ։ Դուք ձեզ լավ եք զգում։ Հա։ Կամ ստատուս եք հրապարակում, ասում եք մենք լքում ենք ազգային ժողովի դահլիճը, գնում ենք վեհափառի կողքը կանգնենք։ Իմ Facebook-յան ընկերներից շատերն էլ ամենայն հարգանքով բոլորի հանդեպ գրում են, որ դատավորը ինքնաբացարկ հայտնեց ամոթի, ոչ թե ամոթի, այլ նամուս ուներ այդ դատավորը։ Բայց ամենա հստակ ստատուսը գրել էր գյումրեցի իմ ընկերներից անունն եմ մոռացել, Ռուբենը։ Շատ ճիշտ ստատուս էր գրել, չէր արդարացել դատավորին, չէր գրել դատավորը հայ է։ Գյումրեցի Ռուբենը, որ նաև երգիծաբան է, շատ ընտիր ռոլիկներ է նկարում, վարչական ռեսուրսի վրով, Նիկոլի վրով նկարել էր։ Շատ հստակ ընդգծել էր, որ դատավորի տղեն մի քանի տարի հետո հաստատ չի ամանչի իր հորարածի համար։ Չոտքի ասել էր մարդը, չոտքի գրել էր։ Բայց իմ Facebook-յան ընկերներից շատերը ստատուս են գրել, որ դատավորը հայ մնաց, ինքնաբացարկ հայտնեց։ Մինչև երբ այս դատավորների ինքնաբացարկով ուրախացող, sense պետք է բարձի թողի վիճակով, sense որպես ազգ ապրեն, գնաց հետարքիր անձի։ Քանի որ Միքայել Աջապահյանի խոսքն եմ լսում, ասում է, եթե Սփյուռքում փակվեն հայկական առաքելական սուրբ եկեղեցիները, մենք կդադարենք որպես Սփյուռք կապ ունենալ Մայր Հայաստանի հետ։ Շատ ճիշտ ասում։ Ես նստած պատկերացնում եմ, որպես հայ, ասում եմ, լավ, մենք եկեղեցի չունենք X քաղաքներում, Մոսկվա, չգիտեմ, 1000 ու մի քաղաք, որտեղ կան հայ առաքելական եկեղեցիներ։ Մենք մեկս մյուսի հետ այդ կապը որպես հայի ո՞նց ենք պահելու, զանգով։ Զանգենք, ասենք, հայ ես մնացե, հա ինչ լավ է, չէ։ Ատենց։ Հաստացի մի հոգիով միանձն է հանձնել Արցախը, հարցակում չէ, դատարան է հրավիրում ոման, ասում եմ ոման, ամենայն հայոց կաթողիկոսին մի քանի եպիսկոպոսի հետ։ Մարդիկ ասում են, մենք գնում ենք դատարան պաշտպանելու կաթողիկոսին։ Ու մենք կոչվում ենք առաջի քրիստոնյա երկիր, չէ։ Հայեր ջան, ընկերներ ջան եւ ոչ միայն ընկերներ ջան, եթե այդ ամեն ինչը տեղի ունենար Հայաստանի նես պարփակ շրջանակներում, ես այսքան ծանր չէի տան այս ամեն ինչը։ Բայց այդ ամեն ինչը ցույց են տալի միջազգային հեռուստաընկերություններով։
Հայաստանի ներսում դուք այդքանը չեք զգա։ Լուրջ եմ ասում։ Հայաստանից դուրս բոլոր ազգերի մոտ հայը այսպես աստիճան առ աստիճան իջնում է, հավատացեք։ Այն հային վայել հպարտությունը, հային վայել, չգիտեմ, հպարտ քայլելը կամ ինչ-որ որպես խելացի ազգ, մշակույթ ունեցող ազգ, չենք կարող նայենք ուրիշ ազգի երեսին։ Մենք որպես երկիր, սես տեմպերով, ուզում եմ հասկանամ, սենց խոսալով իմ Facebook-յան ընկերների հետ ուր են գնում։ Նիկոլ Փաշինյանը կներեք արձանագրում է, որ մենք ունենք իրավական եւ բարեկիրթ եսիմինչ իրավական պետություն։ Իրավական պետություն ունենալու համար իմ Facebook-յան ընկերները կարան կոմենտներ գրեն մեկնաբանությունների շարքում։ Ինչա պետք։ Ամենահասարակ պրիմիտիվ ինչա պետք որ դու ունենաս իրավական եւ նորմալ պետություն։ Դու պետքա քո հարևանների հետ քեզ պահես հավասարը հավասարի պես, որը գրել է եւս իմ Facebook-յան ընկերներից մեկը, ում ընդունել եմ 2 օր առաջ։ Շատ ճիշտ միտք է գրել։ Շատ ընտիր միտք է գրել։ Այսինքն եթե քո հարևանը քարտեզով, տեղանքով հարևանը Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան քո հանդեպ տրամադրված է բարեկամաբար, դու պետքա նույն ձև տրամադրվես այդ քո հարևանի հանդեպ, բայց եթե քո հանդեպ տրամադրված է թշնամաբար, խոսքը օրինակ, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը, դու պետքա կարողանաս քո մեջ ուժ գտնես, ցույց տաս, որ դու էլ կարաս թշնամություն ցույց տաս իրան։ Ինչ ենք անում մենք։ Մենք ասելով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը։ Մենք մեր դաշնակից երկրներին սարքում ենք մեզ թշնամի, իսկ թշնամուն ասում ենք մենք կախում ունենք քեզնից, խնդրեմ եմ ստորագրի խաղաղության պայմանագիրը, որպես ինչ։ Խի։ Այդքան իջել ենք։ Անջատված, տես քան բխվավ։ Հա։ Լավ, մեր մեջի ինքնագնահատականը խի այսքան ցածրացեի, չէ։ Մարդիկ ստատուս են գրում, ասում են կաթողիկոսը պետքա ամենայն հայոց հայրապետը պետքա բան անի։ Կոչով հանդես կա։ Լավ, մի րոպե հարց չկա, համաձայն եմ ձեր հետ։ Կոչի մեջ, կոչի բովանդակային մասը որը պետքա լինի։ Հա։ Որ առիթ չհանդիսանա, որ մի խումբ խլինքազավրներ, ես էթիկա, էսթետիկա խոսալուց չեմ պահում։ Խլինք ուտող մեծացողներ ձեռ չառնեն ամենայն հայոց հայրապետին։ Արդեն խայտարակվել ենք։ Ինչ պետք է իր բովանդակային կոչի մեջ ներառի այդ մարդը։ Հա։ Ինչ գրի։ Ժողովուրդ համախմբվեք եկեղեցու շուրջ պաշտպանեք ինձ։ Ասենք որ ասում եք կաթողիկոսը կոչով դիմի։ Այնց հետարքիր է որ մարդիկ ասում են կաթողիկոսը թալանչի է, էսա էնա։ Հիմա հարց յուրաքանչյուր են հային ով նայում է այս վիդեոն կամ կնայի։ Այցելել ես եկեղեցի ընդհանրապես կյանքիդ մեջ։ Կասես հա։ Շատերը, հազարավոր հայեր կասեն հա։ Շատ հասարակ ամենապարզ հարցը, երբ որ դու մտնում ես եկեղեցի։ Կապ չունի, տարին մի անգամ, ամիսը մի անգամ, շաբաթը մի անգամ։ Գնում ես, մոմ ես վառամ, մկրտություն, հարսանեկան ծիսակարգ, են, հազարավոր ծիսակարգ, կամ ուղղակի մտնում ես եկեղեցի, նայում ես այդ սիրուն նկարներին, այս առաքյալը, այն առաքյալը, խոսքի այս սրբադասման ենթակա այս մարդը, այս մարդու նկարն է, մոտենում ես, չգիտեմ, մայրաթոր այդ մեծ խորանին կամ հեռվից նայում ես, դուս ես գալի։ Հասարակ հարց։ Երբ որ տեսնում ես, որ կա ինչ-որ գանձատուփ է կոչվում, ոնց է կոչվում, որ ըստ քո սրտի ցանկության մոտենում ես 100 դրամ, 1000 դրամ, 20000 դրամ բաժերտվնի եկեղեցում։ Ձեզնից քանի հոգի է այդ գանձատուփի մեջ գումար գցել։ Հասարակ հարց։ Կոնկրետ ես 1000-ից 1 կարող է ցինիկ չեմ որ խափեմ, ասեմ ամեն մտնելուց փող եմ գցել։ Չեք գցել, չէ՞, գանձատուփը չտնալու եք տվել, չէ՞։ Հա։ Բա համի հարց։ Եկեղեցին որպես հոգևոր պետական ինստիտուտ, որպես կառույց, չունի իր ծախսերը հոգալու
Կարիք։ Ոնց է հոգում այդ ծախսերը եկեղեցին։ Հա՞։ Որ շատերդ գոռում եք եկեղեցին պիտի հարգվի։ Դուք եկեղեցուն չեք օգնում ոչնչով, բայց ասում եք եկեղեցին պիտի հարգվի ու ձեր բառամթերքով բիզնեսմեն Գարեգին բան պիտի դատվի։ Դուք դրան ձեր ինչն ավելանում։ Օրինակի համար Գարեգին բան որպես ամենայն հայոց կաթողիկոս դատվեց։ Դու որպես հայ ինքդ քեզ հարց տուր, քո ինչը ավելացավ, բացի հերթական անգամ խայտարակ կլնելուց։ Որ ամբողջ աշխարհն ասելու է առաջի քրիստոնյա երկրում ոման լարփազավակի օրոք կալանքի տարվեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչ դա ավելանալու։ Որ մասը դա յուղոտվելու։ Ուղղակի հետարքիր է։ Սա վերաբերվում է մեր ժողովրդի այն հատվածին, ովքեր ասում են Նիկոլը, որ գործարարներին, օլիգարխներին, քլնգմ կցմագետին տանեմ, լավանը, պետական բյուջեն է լցնում։ Կրկնվեմ եւս մեկ անգամ, բայց ոչ մեկ հարց չի տալի։ Լավ, եթե պետական բյուջեն սենց կաշկեքով, որոնք քշում են խոսքը օրինակ Նիկոլ Փաշինյանի զեմլակները, նա թերսան կարդաշ-մարդաշ ասելով էթում են, գլվելալով։ Եթե այդպես բեսամ լցվում է պետական բյուջեն, արտաքին պարտքը աստղաբաշխական թվերի խի է հասե։ Եթե պետական բյուջեն, այդպես բեսամ լցվում է գործարարներին բերման ենթարկելով։ Հա։ Հասարակ հարց։ Այսինքն մենք որպես երկիր, որպես պետություն, մի հատ խեղկատակի ձեռ ընկել ենք կրակը։ Գիրանցն ու ոսկեպարը ով է հիշում, երբ հանձնվեց։ Այդ հարցը ուղղում եմ Նարեկ Կարապետյանին։ Որտեվ ինքն է հանդիսանում ուժեղ Հայաստան կուսակցության գլխավորը։ Երբ հանձնվեց, հիշեցնեմ, փոքր հիշեցման կարգով։ Հանձնվեց այն պահին, երբ որ Բաքուն անոնս հրապարակեց, Բաքուն չէ, դա Նիկոլի խաղաղասեր երկրի ԶԼՄ-ները, որ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել։ Ու պետք է հրապարակվի շուտով, չէ՞։ Ոչ, սխալ չեմ հիշում։ Բայց տվյալ հարցազրույցը ոչ մի ձև, ոչ մի ալիքով ցույց չտվեցին։ Ոչ ադրբեջանական, ոչ հայկական, ոչ ռուսական, ոչ մի ալիքով։ Ինչի դիմաց։ Հա՞։ Հիմի որ սենց հարց ու պատասխանի մեջ եք իրար հետ, ազգային ժողովում։ Մեր ազգային արժանապատվության որ մասն եք բարձրացնում, որ մեկը մյուսին հորդ եք ասում։ Հա։ Չեք զզվես կապիկությունից։ Մեծարգո պատգամավորներ։ Մարդիկ միջև մի մտահոգված են, չգիտեմ, էս ինչն է թալանը երգիրը, այն ինչն է թալանը երգիրը, ժողովուրդ 12500 քառակուսի կիլոմետր հանձնվել է ադրբեջանցուն, թղթով։ Եթե պետք է հանձնվեր, այդքան տղեն խի գնացին պարկան հողի տակ, հարց։ Եթե գնացին պարկան հողի տակ, դրա մեղավորնով է երկրորդ հարցը։ Եթե մեզ դավաճանել են, քանի դավաճանադատ է Նիկոլ Փաշինյանը, այդ հարցերը խի չեք տալի Նարեկ Կարապետյան Նիկոլ Փաշինյանին կամ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ խմբակին, ոնց որ ասում է Սամվել Կարապետյանը։ Փոքրիկ խմբակ։ Խի չեք տալի այդ հարցերը։ Հա։ Հասարակ հարց։ Լավ, չեք ուզում անպայման ժողովուրդը ձեզ վերաբերվի ընենց, ոնց վերաբերվում է ժողովուրդը չէ, ազգը։ Ժողովուրդն ու ազգը տարբեր հասկացողություն է։ Ոնց վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այդ առումով Նիկոլ Փաշինյանի հետ վեժնել չի։ Բայց խեք ուզում որ ձեզ էլ այդ աչքով նայի։ Խի մտակ ազգային ժողով։ Նիկոլ հեռացնելու համար խիա միջև մի Նիկոլը վարչապետ։ Հա։ Աշխարհի շատ ու շատ երկրներ, հասարակ օրինակ Գերմանիա։ Այսօր եմ նայել։ Գազի գինը բարձրացել է, գերմանացիք հազարներով փողոցներում են։ Ասում են մեզ թանկ գազ պետք չի։ Հայաստանի ղեկավար կոչվող թուրքի դեսպանը
Էթում ասма Վլադիմիր Վլադիմիրիչ Պրիկլանովոյուս, հետո ասма ես ԵԱՏՄ-ի մեջ եմ, բայց էթում եմ Եվրոպա։ Ռուսաստան ասма խելոք մնա։ Կհանեմ կտամ ձեռդ։ Ասма չես կարա։ Ապրանքների արտահանումը արգելափակվելա թե չէ։ Արգելափակվելա։ Ջերմուկ, ձկնեղեն, եսիմի, ծիրան, հենա, շան ոտի հետ էթմա։ Պրծավ չէ։ Հաջորդ քայլը գազի թանկացում, ժողովրդի հետ վեճը չի։ Ուզում հասկանամ, sense կայֆ ապրելը։ Եթե կայֆը ես էլ ուղղակի սանջտեմ ապրեմ ձերպես։ Խի չէ որ։ Պետքան հիմնական թեման էսա, որ ուզում էի խոսայի։ Կաթողիկոսը պետք է կոչով հանդես գա, խի պետք է կոչով հանդես գա։ Հենա մի հատ Կիլիկյո Արամ առաջին ունենք, Հռոմի պապի քիփը, որը աչքա դրե մայրաթորի վրա։ Հենց մի հատ բարձր թեմայի ալնեմ, հելնեմա, մորուքը սրեմա, Նիկոլ Փաշինյանը ոնց հայրա պատկները սրեմ։ Հելնեմ ասма, մենք դադարդում ենք, ի՞նչն ես դադարդում Արամ առաջին։ Խի չես հելնեմ գալի Հայաստան, ամենայն հարգանքով քո զբաղեցած պաշտոնի հանդեպ, քո անձի չէ, քո զբաղեցած պաշտոնի։ Խի չես գալի Հայաստան մի անգամ։ Արի գնա ազգային ժողով, քո այդ սուրբ գավազանով։ Դու ներկայացնում ես Կիլիկյո հայ առաքելական եկեղեցին, չէ՞ թեմի։ Մտի ազգային ժողով, ասա հարգելի պատգամավորներ, անդիմադիր կամ դիմադիր։ Ակտիվ մասնակցեմ ձեր, չգիտեմ, սեռամարտին։ Դուք ով եք կաթողիկոսին հրավիրում եք դատարան։ Խի չես անամ այդքանը։ Հե՞։ Կուլիսային պայմանավորվածությունները թույլ չի տալի։ Վաղը կամ միսօրը հետարքիր փաստեր, գրած պեչատած։ Հենա ճամփին է գալմա։ Ազոնի պասիլկով են ղրգե։ Օզոնի։ Կհրապարակվի Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ մի շարք այլ ցրտիչների եւ ցրթողների վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի հոգեվորականների։ Իմ ամենամեծ ամոթը այն է, որ ես լինելով աշխարհիկ մարդ, ամենամեծ ամոթը այն վաղտ եմ զգում, երբ որ բարձրաստիճան հոգեվորական, ով երթում է տվել Սուրբ Խորանի առաջ։ Ինձ չէ, կառավարությանը չէ, ազգային ժողովին չէ, ձեռքը կտակարանի վրա դնելով չէ, ուղղակի Սուրբ Խորանի առաջ երթում է տվել ու Սուրբ Մերոնով օծված հոգեվորականը։ Հուշատետրը թևի տակ գնում է դատարան, դատարանը մտնում չորնի խոդով, որտեղից գալիս են դատավորները, որ ցուցմունք տա կաթողիկոսի դեմ, այն կաթողիկոսի, ում շնորհիվ ինքը հասել է այդ հոգևոր աստիճանին։ Այն կաթողիկոսի, այն վեհապարի, ով լիքը լավ սովորող, ավելի հոգևոր կյանքին ավելի շատ նվիրված մարդկանց այդքան տեղ չտվեց, ինչքան քեզ, Սարոյան Արման։ Հասկացար։ Այն վեհապարի, ում քրոջ տղայի, հա, Պրոշյան Հայկի թևի տակ դու մեծացար։ Առանց Հայկ դու զերո էիր։ Դա գիտեն շատ ու շատ մարդիկ։ Հայկը քեզ պահեց, մեծացրեց։ Ու քանի որ դու Հայկի ընկերն էիր, վեհապարը քեզ լիքը տեղ տվեց։ Պրոշյանի, Մկրտիչ Սրբազանի։ Բայց դու չգնահատեցիր։ Դու եկար խոռոփելով, մինչև այդ լաց լինելով մայրաթորի պատերի տակ, թե տղեկ, ես ինչ եք անում, են բոզա լացը որ դրել էիր, դու թքելով այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմել, տարիներ շարունակ։ Առանց ամոթի, սես կես գրամ զգացմունքի, ինչ-որ տետրա, հուշատետրա, դավթար ես դրե թևի տակ, գալիս ես վեհապարի դեմ ցուցմունք տալու։ Դու հույս ունես, որ պիտի դու դառնաս կաթողիկոս, հա? Հա չի։
Դու որպես ամենայն հայոց վեհապարի կողմից օրհնված եւ հոգեվոր կարգ ստացած հոգեվորական կարայր դիմեիր վեհապարին եւ ասեիր վեհապար Տեր Նիկոլ Փաշինյանը որպես գաղութի պոռնիկ ին վրա ունի կոմպրոմատներ եւ ինձ ստիպում է համագործակցել իր հետ ձեր դեմ Ես վստահ եմ վեհապարը այնքան ուղեղ ունի որ այդ հարցը կլուծեր Քեզ ուղղակի մաքուր պահելով դու արանքից դուրս կգայիր բայց դու որոշեցիր բռնես Հուդայի ճանապարհը խի Հա անես հետարքիրա ցուցմունք ես տալի Գնացել ես մտել ես ինչ-որ թեմի եկեղեցի, որը արդեն քոնը չի։ Դուրը փակել ես, ինքդ քեզ ասել ես չխկլփակ, հա? Ու որոշել ես, որ դու հոգևորական ես, քեզ ոչ մեկ չի կարա կարգալույց անի։ Ինչա, ձեր ասելով վեհապարը երեխա ունի։ Հետո ինչ, եթե ունի նշում եմ։ Գրիգոր Լուսավորիչն էլ երեխա ուներ։ Խրիմյան հայրիկը։ Ես կարա մինիմում 10-15 կաթողիկոսի նշեմ մեր 131 կաթողիկոսներից 131 մինիմում 15-20 կաթողիկոսի ովքեր եղել են ամուսնացած ովքեր ունեն երեխաներ ունեցել են նշանակումա ձեր ասելով ձեր նման սրբապիղծ չեմ ուզում եկեղեցու մասին խոսամ ու քշուրանեմ բայց պետք է անեմ ձեր նման լրբազավարների ասելով մենք սխալ դավանաբանություն ենք Մեր մեջ ներառը, հա, սխալ ուսմունք ենք, վերցե որպես կրոն, որպես, չգիտեմ, էլի հոգևոր ուղղվածություն։ Հա, Արման Սարոյան։ Բա դու ես, եթե տենց է, բա դու ես սխալ ուղղվածության կրոնի եպիսկոպոսն ես հանդիսանում։ Բա հանի է փիլոնը։ Խիչ ես անում։ Նիկոլ Փաշինյան Ստիծենյան երևի արդեն 18+, ով խնդիր ունի հեղի տղամարդկանց և կանանց, կխնդրեմ հեռանալ էկրանների մոտից։ Ձևի մար էլի, որտև նայող մարդը նայում է, ուշադրություն չդարձնելով քֆուրներին։ Դու ընդհանրապես գիտես ինչ է նշանակում ամոթ հասկացողություն, հա? Դու ընդհանրապես գիտես ինչ է նշանակում, որ եթե դու ծնվել ես որպես տղա, ապա քիչ թե շատ պետք է քո կառուցվածքով գոնե նման լինես տղամարդու։ Հա? Թե չէ։ Լավ, դու մեզ որպես ազգ խայտառակ անելով ինչ որ հոգեկան հաճույք ես ստանամ։ Ինչ ես հասկանում, երբ որ սպիտակ սարոշկետ հագնում ես, այդ կթուկովի ծծերդ ցցում ես էկրանի առաջ ու նկարվում ես։ Արա դու ընդհանրապես չես ուզում տղամարդու նմանվես։ Կամ այդ թեմես Ղրղզստան խոսում ես, միկրոֆոնը ապարատը վիդեո նկարելու այնքան մոտիկ են պամ, հոտած ատամնաշարի ցույց ես դնում ամբողջ աշխարհին։ Խի որպես ինչ ես խայտառականում մեզ։ Իմաստը ո՞րն է։ Ուզում ես ցույց տաս, որ մենք քո ասած են բոզացած ժողովուրդ ենք, որը գրված է քո հեղինակային գրքի մեջ։ Հա։ Որ ասում ես, որ գրել ես այսինքն, նայելով այդ ամենին ես սկսում եմ բոզանալ։ Հա, Նիկոլ Փաշինյան, անենց հետարքիր անձի։ Դու չես սկսում բոզանալ, դու բոզ ծնվել ես։ Դու բոզ եղել ես այն վաղ, երբ որ հոտվածի համար մարդիկ չիշի գնարել վրայիդ։ Դու բոզ եղել ես այն պահին, երբ որ, չգիտեմ, մարդկանց վրա հոդվածս գրե փող ես պահանջել։ Դու բոզ եւ բոզի տղա եղել ես այն ժամանակ, երբ որ Սյունեցին դեմարդեմ քեզ ասեց ողջույն բոզի տղա, ու դու ձեն չանեցիր։ Դու բոզ եւ բոզի տղա եղել ես այն ժամանակ, երբ որ Ռուսաստանի նախագահան քեզ հարցատալի ասում է, ախր չէ որ դուք Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Մենք ինչ կարայինք անենք, եթե մենք մանդատ չունենք այնտեղ։ Մենք ուղղակի մտել ենք ինչ որ ստորագրված թղթի հիման վրա։ Դու ինչ պատասխանեցիր։ Դե դուք երկու անգամ ասեցիք Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես էլ ճանաչեցի։ Բա համեխես հակառուս խաղում։
Հա։ Այ ամբարոյականի քրչոտ թելորտ ռուսիկ։ Հասարակ հարց։ Դու ապացուցեցիր քո բոզ եւ բոզի տղա լինելու հստակ կերպարը, երբ որ 15 տղա վառվավ զինվորական կացարան կոչվող տնակի մեջ, հա։ Դու հելար հաջորդ օր առանց նախաքննության, առանց հետաքննության, ասել եմ ու կկրկնեմ, հելար ասիր բենզինը գցել են տունը վառվել է։ Դու հերթական անգամ ապացուցեցիր քո բոզի տղա կերպարը, երբ որ ադրբեջանցին մտավ Սյունիք Վարդենիս ջերմուկ, հա։ Հայաստանի սուվերեն տարածք, բայց 244 զոհի դեպքում դու պետական դերոշը չիջեցրեցիր, որպես սքի նշան։ Դու բոզի տղու կերպարդ ապացուցեցիր այն դեպքում, երբ որ հապկին պետքա դիմեիր երկրորդ կետով, բայց դիմեցիր չորրորդով։ Հետո հելարասիր հապկը մեզ չի օգնում։ Դու բոլորիս ապացուցեցիր, որ դու բոզի տղա ես, երբ որ հապկ անդամ երկրները Ռուսաստանի գլխավորությամբ եկան Երևան նստելով քո նման բոզի տղու հետ մի կլոր սեղանի շուրջ, թուղթը տվին ասին ստորագրի։ Ստորագրի, որպես հապկ անդամ պետություն, մենք որոշել ենք զորավարժություն անենք հապկի շրջանակներում։ Դու թուղթը բրթիրեյան ասείς, ես այս թուղթը ստորագրում չեմ։ Դուք մեզ չօգնիք Հայաստանի սուվերեն տարածքը խախտվելու դեպքում։ Բայց երբ որ նույն հապկի ԶԱՍ-ը ասեց, դուք մեզ չեք դիմի այն կետով, որը նախատեսում է ռազմական օգնություն։ Հասկանում ես ինչ եմ ասում, Փաշինյան Նիկոլ, թե չէ։ Ասես 3 ժամ կարամ թվարկեմ քո բոզի տղությունները։ Դու այն կալիբրի բոզի տղա ես, որ հելնում ես ժողովրդի աչքին թոս փչելու համար բողոքում ես, որ Ռուսաստանը արգելափակել է ապրանքների ներմուծումը Հայաստանից։ Մի ժամ հետո նստում ես կառավարական ինչ-որ խորհրդակցության ժամանակ, ծծերդ առաջ գցելով ասում ես, ես ձուկ չեմ կարում ուտեմ, հայկական ձուկը ուտելու բան չի, շատ յուղոտ է։ Ու 2 ժամ հետո հայկական ձկնեղենը արգելվում է, որ մտնի Ռուսաստան։ Այդ կալիբրի բոզի տղա ես դու։ Հասկացա՞ր։ Դու այնքան մանրապճեղ բոզի տղա ես, որ նույնիսկ քո երեխաների մոր աղբեր հրաչը իրան պատկերացնելով երկրի վարչապետի աներձակ, առանց հասկանալու, որ ինքը պետական թիվ 1 դեմքի աներձակն է, սիգարետի կանտրաբանդայով էր զբաղվում, տանում էր Կրասնոդար, բռնվավ, ռուսը աչք փակեց, ասեց լավ, մեր բոզի տղու աներձակն է, այլի բան չասենք, խայտառակ չանենք աշխարհով մեկ։ Հասկացա՞ր, թե չես հասկանում, էլի ասեմ, թե հերիքանի գո։ Հա, քանի չեմ մոռացել, մի հատ շատ նորմալ ընկերոջ ծնող կա, որը հաշմանդամ է։ Հաշմանդամ է կյանքի բերումով։ Անունն էլ Հենդո է։ Խնդրել է ասեմ հետևյալ բառերը քեզ։ Նիկոլ, սաղ ու սատկատի ծծցնեմ ես։ Հենդո ձանա խնդրե։ Զուտ իրակումից փոխանցում եմ քեզ։ Դա իմ բառերը չի, ես դրա 20 անգամ ավել խլեշը կանեմ քեզ։ Բայց անիմաստ է, որտեվ դու, եթե ունենայիր մի փոքր ինքնասիրության գործոն, դու ողջույն բոզի տղախոսույթից հետո դու կզգայիր, որ դու հայ ժողովրդի մեջ որպես գեմառու ես։ Անցանկալի տար, օտար մարմին։ Հասկացա՞ր։ Այն որ այնքան քո մտածելով այն պցերի տեստ ունես, մի հատ արտաքին հետախուզության պետ։ Այդ որոշել ես անձնագրային տվյալների իմանասանձնից, լուրջ ես ասում։ Facebook-յան իմ էջերից մեկը փակելով, ըզից անձնագիր ես պահանջեմ տվյալ։ Իրոք, որը անձնագրից տվյալ աղերգեմ քեզ, Փաշինյան Նիկոլ, 3 հատ անձնագիր ունեմ։ Որը ուղարկեմ Facebook-ի միջոցով, այն պցերի տեսնա ջարդե Facebook-յան էջած։ Անձնագիր եք ուզում, ուրիշ բան չեք ուզում, հետը չուղարկեմ։ Մի փունջ վարդ ուղարկեմ դնեն գերեզմանիդ։ Հա։ Չնայած դու գերեզման չես ունենալու։ Ինչքան Մելիք Ֆրանգյուլ ունի գերեզման, այնքան դու ես ունենալու։ Հիմի հասարակ հարց քեզ Նիկոլ Փաշինյան, sense զաոշնի ձևաչափով։ Մարդիկ
հայերի մի մասը առանց կոչի, առանց հորդորի, առանց խնդրանքի գնացին դատարանի բակ, որպեսզի աջակցեն վեհափար հայրապետին։ Լավն է, վատն է, իմ կաթողիկոսն է։ Ընտրվել է եկեղեցական ժողովի կողմից։ Ցմահ։ Ու չեմ հիշում մի դեպք, որ վեհափար ինչ-որ բան խոսք տա հայ ժողովրդին, իմիջիայլոց, դու երթում ես տվել ժողովրդին, քո նախընտրական ծրագրով, ոչինչ չես կատարել, բայց վեհափարը իր երթում Աստծու հետ է իր կապը։ Չեմ հիշում, որ վեհափարը ասի մի բան, անի լրիվ հակառակը։ Հիմա հարց, եթե օրերից մի օր դատեն քեզ, քանի հոգու է գալու դատարանի բակ։ Ինձ շատ հետաքրքիր է, որպես հայի։ Քո աջակիցներից, այն որ մտնում են մարդկանց խլեշ են գրում կոմենտների մեջ, ֆեյք էջերի տակ թաքնված։ Քանի բոզի ծնունդ է գալու դատարանի բակ ու պարզ ոնց որ հայերը հավաքվել էին դատարանի բակում։ Նայելով մարդու աչքերի մեջ, մեկ այլ հայի աչքերի մեջ, նայի ասի ես եկել եմ, որպեսզի պաշտպանեմ Նիկոլ Փաշինյանին։ Կարաս այդ հարցին պատասխանես։ Միակ հարցը, որ տալիս եմ քեզ։ Մյուս հարցերը անիմաստ է, որտեղ դու անինք ասել բոզի տղա ես։ 0, չէ։ 0 հոգի գալու է, որպեսզի ասի ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանին։ Դու այդքան լավ գիտես, հասկանում ես։ Բայց աշխարհին ցույց տվիր, որ դու ստացել ես 49.2%։ Լուրջ ես ասում։ 49.2%-ից էլ եմ կրկնեմ, քանի մարդ է գալու քո դատին։ 0, չէ։ Հենց նույն քո ԿՊ խմբակցությունից, երբ որ դու զրկվես վարչապետի պաշտոնից, խոսքը օրինակ, տարբերակ, ու որպես պետական դավաճան կամ ինչ-որ մի հոդվածով տարվես դատարան որպես հարցաքննվող կամ ձերբակալված, չգիտեմ, սուբյեկտ։ Քանի հոգի է գալու դատարանի բակ։ Բացի քո օճիլ կնգանի, էլ չի գալու։ Այն ինչի պետք է գա որ օֆշորային հաշիվներում փողերը կա, Դաղստանում երկված սիրածն ունի։ Աներձակ տա գալու Նիկոլ Փաշինյան։ Այն որ Սանտ Պիչեր, Ռոյալ Բիչեր, առանձնատուն էր գնացել, որ առներ։ Այն գերոջ հետ կայնացեր։ Այն որ եկավ ժողովուրդ օրաթերթին հարցազրույց էր տալում, ասում էր ինձ սպառնացել են։ Ուզեցել են դնեն իր բերանը, ինքը ասելա դու չես կարա, այտենց լավ դնես իմ բերանը։ Այն որ մի հոգի մոտեցել է, ասել է հրաչ։ Սա ուսատկած այդ քունն եմ ես։ Աներձակը թխիծ են չի հանե, ԱՄՆ տեղ։ Հա, դու ասում ես կոռուպցիա չկա։ Քո աներձակին որտից միլիոնավոր դոլարներ, որ գնացել էր անշարժ գույք ձեռք բերեր ԱՄՆ-ում, մի թաղամասում, որտեղ ամեն բնակիչ ունի 2 հատ յախտա։ Հա? Հարց։ Ժողովրդի աչքերին թոզես փչեմ, որ ատամ սարքելու փող չունես դաժե գրպանումը, աշխատավորցով ես ապրում։ Նիկոլ Փաշինյան, դիմի Փարոսի օգնությանը, կարող է ավտոձեթով կամ յուղով քեզ օգնեն։ Մեկ էլ միշնեք աղջկա տասա, եթե իհարկե դա քոնն է, չնայած նման է ֆիզիոնոմիայով։ Երբ որ երեխեքիդ բան չեմ ասի, երբ որ սելֆի է անում, շատ մոտիկից մի նկարվի, աղջիկ ջան, Շուշան Փաշինյան։ Աստված քո հորը Փաշինյան Շուշանիկ ստեղծել է տղամարդ, բայց տվել է կանանցի կրծքեր։ Քեզ ստեղծել է որպես աղջիկ, բայց տվել է տղամարդկային բեղեր։ Շատ մոտիկից սելֆի մի արա, շատ անդուր ես։ Մեկ էլ մեծ քվորը տասա, այդ ձիու հետ բոլա խաղեր տա։ Ինքը ոչ Եկատերինան է, ոչ էլ Եկատերինա կդառնա։ Ինքը Փաշինյան Նիկոլի աղջիկն է։ Այսինքն ինքը Մարիամ Սուքիասյան եմ ասում, Մարիամ Փաշինյանն է։ Թե ճիշտ ասի։ Չգիտեմ։ Երևի այսքանը։ Բարի գիշեր։